Հունիսի 27-ին առավոտյան Հայաստանի ԱԱԾ-ի ազգային անվտանգության աշխատակիցները ուժային գործողություններ սկսեցին իրականացնել համայն հայության հոգևոր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նրանց նպատակն էր ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ սրբազան հայր Տեր Միքայել arczepiskopos Աջափահարյանին, որը Էջմիածին էր եկել քահանայական ժողովին մասնակցելու համար։ Սրբազան հորդեմ քրեական վարույթ էր նախաձեռնվել, իբրև թե իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանությունից հրաժարվելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Մի քանի օր առաջ նույն վարույթով կալանավորվել էր նաև Տեր Բաքրատ arczepiskopos Գալստանյանը, Տավուշի թեմի նախկին առաջնորդ եւ սրբազան շարժման ակտիվիստները։ Ժողովուրդը թույլ չտվեց, որ ուժայինները տանեն սրբազանին, չնայած նա պատրաստ էր գնալու։ Ժողովրդի մեջ էր նաև ամենայն հայոց կաթողիկոսը։ Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Եվ առավել եւս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում անստած։ Միանշանակ է, որ մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների։ Իսկ երկրին սրբազանների եւ երկրի բնականաբար։ Էջմիածնի Բաքվում Շիրակի թեմի առաջնորդ սրբազան հորը ձերբակալելուն ուղղված ԱԱԾ-ի ջանքերը լուրջ բախումների հանգեցրին ժողովրդի հետ։ Ակնհայտ քաղաքական պատվեր է, այլևս կասկած չի մնում, հակաեկեղեցական արշավի շղթայի օղակներից մեկն է։ Հայ եկեղեցականը, Միքայել Սրբազանը, հայ եկեղեցական որևէ եկեղեցական ազգային անվտանգության սպառնալիք է, փորձ է արվում մարդկանց ներարկել գաղափար, որ հայ եկեղեցականներն են ազգային անվտանգության սպառնալիք։ Երգը այս իշխանություններից օր առաջ հրաժարվելն է։ Այս իշխանությունները որևէ ձևով չեն կարող արտահայտել մեր ազգային պետական շահերը։ Ոչ մեկ էմոցիայի չի շնորհում։ Ձեր կարծիքով դա էմոցիա է, թե արդարության կռիվ։ Հարգելի ոստիկան, դա էմոցիա է։ Դուք իսկապես դա էմոցիա եք համարում, իբր պրոֆեսիոնալ եք էմոցիա եք համարում։ Հա? Ես դες հարց եմ տալիս, դա էմոցիա է։ Իսկ ամոթ ուր մնաց։ Մեզ Ո՞նց հասկանամ ձեր արածը։ Եկեք, բոլորի սեփական եկեք, ձեզի չտալու։ Մենք միջև այրան վերջին կաթիլը պատրաստ ենք։ Իսկ միջև վերջին կաթիլը այրում ձեր հայրենիքի համար պատրաստ եք։ Եք ձեր նման տղեկին տարան լցին մի տեսները դառնալ, գիտեմ ամեն մեկը տնի պարզ ընտանիքից հելած, ուղղակի աշխատանք չունեք, մտել եք ստե փող աշխատեք։ Թող մուրան։ Ուղղակի աշխատանք չունեք, մտել եք ստե։ Թող մուրան, մենք իրանց փող կտանք։ Թող մուրան ավելի արժանապատիվ եք։ Հոգին Մարմինը հետ, մահացիա մարմինը, մի օր մահանալու է, հոգին եք վաճարել, ոչ եք կատաղ դուք ես հրամանը, ուտեսեք ուր եք հասրել հոգեվորականները, ուր եք հասրել հրաման կատաղու, ինչի համար ես ամեն շտղեր, ձեր երեխուն մկրտել ենք մենք, ձեր ծնողներին թաղել ենք տատերին պապերին, ձեզ պսակել ենք, հետո պտանի, մոլան, Հելա շատ հեռու չի արատը, ձեր նմանների պես, անտարբերների պես արատը մնացեն կոմարազից, հիմա մայրաթորն եք ուզում տակ, գնդակ արեք բոլորից, ես առաջինն եմ, կուրծքս բացեմ կանգնեմ, գնդակ արեք, ինչ կարող եք անել դուք, մարմինս միակ սպանեք, բայց հոգիս կզորանա, հիշեք մեկի սպանիկ 10 նահելնելու, Էմոցիա է, Էմոցիա քանայի խոսքը, ուղեղ դրեցեն ուր եք դրել։ Սրբությունները մի վաճառեք պարգևավճարներով, մի վաճառեք տղեր։ Քետինը մտնել։ Բոլորիդ, ամեն մեկը ձեր գյուղում ձեր քահանայի աչքերին վաղ ոնց եք նայելու։ Ոնց եք մտնելու եկեղեցի խաչակնքվեք։ Իրանք Թուրքիա են արտագաղթելու։ Ոնց եք ապրելու այս հողի վրա։ Իրանք տեղ կլինի։ Ովքեր են կնքելու։ Կստրկանցեր եք հաճույքով կստրկանան ոնց որ հիմա են անում։ Ինչի համար տղեր հրաժարվեք հրաման կատարելուց։
Հրաժարվեք, ձեր ծնող եվրայր եկեք։ Այն հրամանատարը թափել է։ Արի տեսնեմ էմոցիա է անում քահանան։ Քահանան էմոցիա է անում, պրոֆեսիոնալներ, գնացեք պատասխանեք։ Կողմից է ինչ անը։ Քահանան ձեր հետ է խոսում։ Քահանան ձեր քահանան է։ Դուք հավատացյալ եք երևի։ Կանոններն են։ Ձեր քահանան է, ձեր հետ է խոսում։ Այդ ականջակալը շպրտեք ու լսեք գոնե մի վարքյան։ Խնդրում եմ մի խնդրեմ։ Ինձ մի խնդրեք, ես աշխատում եմ, ընդհանրապես փորձում ենք ձեզ վերադարձնել իրականություն ենք վերադարձնում։ Ազգի թշնամի եկեղեցին է։ Իմ համար է կանչել։ Ազգի եկեղեցին է, հա, քեզ մենք խոսում գնապեք։ Ժողովուրդ չէ, ինչա դու ակնալ Ազգի թշնամի եկեղեցին է։ Դու Սրբազանի հետ ես խոսում։ Բա ինչ են ուզում։ Բա ինչ են ուզում մեզ, այս։ Ինչ եք ուզում։ Այս ձևով անում են, իմ ասած ընդամենն է, որ այս ձևով չեն անում։ Հələ թիկուն Այս ձևով բար չեն անում, ամոթա, հայեք։ Ամբողջ աշխարհի առաջ խայտարակ եղաք։ Հələ սրանք սրբություն հարգել են։ Ամբողջ աշխարհի առաջ խայտարակ եղաք, վաղներ դատվելու եք։ Հաստատ դատվելու եք։ Սրբազանը խոսում է դաստիարակված եւ բարձրաստիճան պաշտոնյաները թիկունքով են։ Ձեր վագոններով։ Խնդրեմ, դու գոնե հարգանք ունեք Սրբազանը։ Խոսում ենք, գնացեք եկող։ Սրբազանը Գնացեք եկող։ Դրա համար ես թիկունքով կանգնում։ Այս ձևով ոչինչ չեն անում, մեծ ամենասխալ ձևն է։ Ես վախենում եմ, որ ձեր նմանները վաղը շողոքորթելով նորից պաշտոն ունենան։ Այ ես դրանից եմ վախենում։ Մեկը սրան վերջ կա։ Քարոզ են կարդում քահանաները։ Սրանք ավելի ամոթով են փաստորեն, քան բարձրաստիճանները։ Ձեր ուզության չէ, բարոյական օրենքներ կան, հոգևոր օրենքներ կան։ Ամեն ինչից վերա բարոյական օրենքը։ Ամեն ինչից։ Աստված այդ օրենքը յուրաքանչյուրիս խրճի մեջ դրել, սրտի մեջ դրել, որ մենք սիրելներս ենթարկվենք այդ օրենքի։ Մնացածը մարդու ձեռով գրած այս օրենքպես է վաղ փոխվի դա։ Հիմա ինչ ամեն սիանսները պետք է փոխի եմ նկարում։ Խնդրանքս Դուք բոլորդ պատմության մեջ եք մնալու, ձեր դեմքերով տղեկ։ Բոլորը։ Միայն խնդրում եմ, սիրով, ձեր եկեղեցին սիրեք։ Ուժայինների շարքերը անընդհատ համալրվում էին, իրավիճակը խիստ լարված էր։ Հնչում էին եկեղեցու զանգերը, որոնք հնչում են ընդհանրապես ամենածայրահեղ իրավիճակներում։ Հոգևորականները ժամանակ առ ժամանակ աղոթքով եւ Տեր ողորմիայով էին ընդմիջում բախումները։ Դեմքներդ բացեք, այստեղ ձեզ թշնամիներ չկան, տղեկ։ Արքային բացեք դեմքները։ Դռները հարվածելու է պատրաստվում մարդիկ ենել քրիստոնյաներ։ Մեր առջև փակում են դռները, հասկացեք, մենք ազգ ու ժողովուրդ ենք, սիրելիներ։ Մենք ձերն ենք ու դուք մերն եք։ Մենք ձեր տխրության եւ ուրախության ընկերներն ենք։ Ձեր ննջեցյանների հողարկավորությունները առասված բարեխոսներն ենք։ Ձեր երեխաների մկրտության ու կուսակադրության հոգևորականներն ենք։ Այո, կարող եք մեզ վերացնել, հեռացնել, բայց մեր փոխարեն այլ ազգ է գալու։ Մեր փոխարեն աղամներն են գալու ու ձեր երեխեքին այլևս Քրիստոսի անունով չեն մկրտելու, հիշեք դա։ Մենք պատրաստ ենք մեր մայրաթորի համար պաշտպան կանգնելու մինչև վերջ։ Դուք դուրս եք գալիս ձեր սրբության, ձեր հավատքի, ձեր Աստծո դեմ։ Միայն Աստծո դեմ այսչափ կարող են պատերազմի դուրս գալ։ Զգույշ եղեք, Աստված երկնքից տեսնում է, մենք մեր դեմքերն են ծածկել, բայց Աստված սրտերն է նայում, սրտերն է քննում, զգույշ եղեք, ուշադիր եղեք, ժողովուրդ, այս բարկությունը ազգի վրա է գալու, բոլորս միասին ենք, այս բարկությանը կանգնելու, անձրևը գալիս է և արտարների և մեղավորների վրա, Աստված ասում է արևս ծագեցնում եմ և մեղավորների և արտարների վրա։
ԱԱԾ-ի ուժայինները հեռացան մայրաթոռից ավելի ուժեղ բախումներից խուսափելու համար։ Միաժամանակ կոչ արեցին Սրբազան Աջապահյանին չթաքնվել եւ ներկայանալ իրավապահ մարմիններին։ ԱԱԾ-ի հեռանալը ծափահարություններով եւ աղոթքներով ուղեկցվեց։ Սրբազան Աջապահյանը խնդրեց բացել ճանապարհը, որ ինքը կարողանա գնալ Երևան եւ ներկայանա քննչական կոմիտե, բայց ժողովուրդը նրան այդպես էլ թույլ չտվեց։ Դուրս արի։ Մի գնա։ Մի թողեք, դեմը փակեք, մի թողեք։ Դեմը փակեք, մի թողեք, ժողովուրդ։ Աղաչում եք, դուրս եկեք։ Չթողեք։ Ոչ մեկ Սրբազան մեր ամոչնա որ գնաս, մեր ամոչնա։ Ժողովուրդ փակեք ու չթողեք դուրս գա։ Չեք թողնելու։ Թողեք հենց։ Աշար։ Տղեր չթողեք, խնդրում եմ ձեզ, ասենք եք, թողեք։ Սրբազան Այո։ Փակեք դուրը փակեք, դուրը փակեք։ Ճանապարհը բացեք։ Քատի բոլորին նստացնի։ Սենց կիլի։ Ոչ թե քահանան։ Հարազատ, շաբաթ, Սրբազանը ինչ միտեղ չի է։ Մեկ հրե ժողով։ Չեմ թողի մա։ Մի թողեք որ տանեն։ Չեն տանում, ես եմ գնում։ Մի գնացիք, մենք ժողովուրդը դեմ ենք դրան։ Մի կնա էլի։ Ժողովուրդը դեմ է։ Հատիկ ինչ ուզում անում է Նիկոլը։ Կան Սրբազան սարս եկել են, ադամ 1000 հոգի մարդ է։ Քանի օր պետք է մնաք դեր։ Իշկան պետք է մնա։ Դուք ավստանալ գնացիք Սրբազան։ Բացեք ճանապարհը Սրբազան, ասի հանգստանալ։ Սրբազանի փորձը Էջմիածնից մեքենայով գնալ դեպի Երևան 4 անգամ ձախողվեց։ Ժողովուրդը թույլ չէր տալիս տագնապ ունենալով, որ նրան կձերբակալեն երկար ժամանակով։ Ի վերջո Սրբազանը ուղևորվեց Երևան ոտքով, ուղեկցությամբ իրեն սատարող ժողովրդի։ Առավոտը հայտնվել են առաջնորդարան են ջարդու փշուր արել, մտել են, Առաջնորդարանից ինչ են տարել։ տարել են, ինչ պիտի տանեն, լապթոփ, դիսկեր, միսկեր, կրիշներ, որոնցից պետք է իրաց դառը հիասթափություն միան։ Օրինակ ըստ ինչ պիտի փնտրեին առաջնորդարանը։ Ինչ էին։ Ինչ մանամ զինամասեր։ Սա հեղաշրջման պլան է։ Հա, կարողա կծածել է։ Իսկ դառը հիասթափություն է իրանց Իսկ առաջնորդարանում ինչ-որ մեկը եղել է, իրենց ներկայացնում։ Դե պահակն է եղել եւ հավաքարար է։ Իբրև ընթերակա։ Քահանաներին չեն թողել։ Գավաթանը չկպտի, գետինը մյուծովի է տանասումելի, խույչին լապուստელი։ Չէ, երբեք ես ինչ-որ բանի համար չեմ ապրել եւ աշխատել։ Ես երբեք մարտահաճ չեմ եղել, մարդկանց հաճելի լինել չեմ փորձել, հիմա էլ չեմ փորձել։ Ով ինձ հետ է շնորհակալ եմ,
երախտապարտ եմ։ Ով իմ դեմ է, Աստված փրկի շնորհք տա։ Դուք ասացիք, որ այս ամենը պետք է ավարտվի եկեղեցու հաղթանակով։ Իհարկե։ Դուք գնում եք հիմա քննչական կոմիտե եւ հավատավոր ժողովուրդը Աղջիկ ջան, եթե նույնիսկ ինձ ցմա բանդարգեն, եթե նույնիսկ ինձ ցմա բանդարգեն, էլի եկեղեցին հաղթելու է։ նկատի ունեմ, քանի որ հիմա ժողովուրդը Ես բանդում ավելի ազատ կլինեմ, քան իրենք ազատ կյանքում են ազատ։ Ինձ մեգուսացնելու փոխարեն իրան պետք է մեգուսացնեն։ Այս ամենի հիմքը որտեղ է տեսնում Սրբազաններ։ Ինչի հիմքը։ Այս գործողությունների եկեղեցի Հայ չեն մարդիկ, հայ չեն։ Ինչ կարող է, հայ չեն։ Գիտես ամեն հայախոս մարդ հայ է։ Ես փախստական չեմ։ Ճանապարհի կեսից Սրբազանը Երևան ուղևորվեց մեքենայով։ Ժողովուրդը մինչև ուշ գիշեր հավաքված մնաց քննչական կոմիտեի դիմաց, որտեղ փակված էր Սրբազանը։ Թուրք ադրբեջանական դրածո իշխանությունը փորձում է Հայաստանում կոտրի, Սասանի հայկականությունը պահող վերջին հենասյունը կռվի է բռնվել, մարտի է դուրս եկել, պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն եւ այսօր կեսօրին դուք ինքներդ տեսաք, թե ինչպես սովորական ժողովուրդը հոգևորականների հետ ուսուսի թույլ չտվեց, որպեսզի հրաման ստացած ուժայինները, ես ուժայիններն էլ, գիտեք, տեսեք, ես տեսել եմ լացող ուժայիններ, ես տեսել եմ իրենց գործը թերի փորձող կատարող ուժայիններ, որոնք հասկանում են, որ իրենք մտել են սրբություն սրբոց, իրենց հրաման են տվել մտնել սրբություն սրբոց եւ իրենք հասկանում են, որ դա շատ վատ բան է։ Եվ սովորական ժողովուրդը հոգևորականների հետ կողքի կանգնած թույլ չտվեցին, որպեսզի Սրբազանին կարողանան վայրենավարի, բռի կերպով, որպեսզի հոգեկան հիվանդը բավականություն ստանա, որպեսզի հոգեկան հիվանդի հոգին հեշտական անգամ փառավորվի։ Թույլ չտվեց ժողովուրդը, թույլ չտվեցին հոգևորականները։ Ուսուսի կանգնած կրկնում եմ, եւ գուցե հենց դա մի ինչ որ տեսակի նոր հաղորդագրություն է բոլորիս, բոլոր հայերին, ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ Հայաստանին, որ եթե մենք ուզենք ու կանգնենք մեկ անգամ, կանգնենք վճռական, տեսեք Սրբազան հայրը, այն թափթփուկներ կան, չէ, գրում են պահկվում էր ժողովրդի թիկունքում, պահկվում էր մայրատորի թիկունքում, ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին, հետո Սրբազանը դուրս եկավ եւ ասաց, ես ոտքով գալիս եմ, որովհետեւ ես օրինախախտ չեմ։ Ես ինչ ասել եմ, բոլոր ասածներից տերն եմ։ 1 տարի ու կես առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցել, այդ նշանակում է, որ 1 տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել, կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե բոլորս կարծում եմ վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի վարչանը։ Հենց նոր քաղաքական նոր լուծում է տրվել իրավիճակին, Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենք 28 ստորագրություն դրեցին իմպիչմենտի նոր գործընթացով, օրինակ Միքայել Աջապահյանի թեկնածությունը առաջադրելու թղթի տակ։ Ինչ կասեք այս մասով, մինչ այդ էլ պատիվ ունեմ փաստորեն առաջադրել էր եւ հանրապետական կուսակցությունը աջակցեց Դավիթ Սահմբարձումյանի թեկնածությանը։ Սա նշանակում է, որ քաղաքական կոնսոլիդացիա կստեղծվի հենց Աջապահյանի շուրջ։ Ես կարծում եմ, այստեղ նաեւ պետք է Սրբազանի կարծիքը անպայման հարցնել եւ եթե Սրբազանը համաձայնվի, ես չեմ կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիայի դեպքում կլինի եւ այո երկրում կձևավորվի նոր քաղաքական օրակարգ, բայց կարծում եմ պետք է մի քիչ էլ սպասել եւ հուսանք, որ այդպես կլինի։ Փաշինյանը բավարարված չէ իրավիճակից եւ մենք այսօր տեսել ենք իմ գործընկերը մի քանի կադրում ֆիքսել է արտասվող ԱԾԵ-ականների։ Նրանք թաքցնում են իրենց աչքերը, որպեսզի չնկատենք արդյունքները։ Սա նշանակում է, որ ուժայինը այդուհանդերձ չի գնում հանձնարարությունը կատարելու։ Տեսեք, պայի դրությամբ այո իր իշխանությունը ուժայինների շրջանում Փաշինյանը այսպես ձևակերպում է։ Րոպեն 1 արագությամբ գրվող ստատուսները խոսում են նրա մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում, որովհետև իրենք չէին սպասում
որ ինչ էր ուզում տեսներ հոգեկան հիվանդը, ուզում էր տեսներ, որ սրբազանին, չգիտեմ, բերման են ենթարկում, գուցե եւ արյունալի տեսարաններ, բայց այսօր դա տեղի չունեցավ եւ եթե դուք ուշադիր լինեք, հիմա այստեղ կանգնած հարյուրավոր ոստիկանների դեմքին չի նկատվում այն ագրեսիան, որը կար գուցե նախկինում, որովհետեւ իրենք էլ են մարդ, իրենք էլ են հայ ու իրենք էլ հասկանում են, որ տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող է տեղի ունենալ հայ ու հայկականության հետ։ Այնպես որ րոպե մեկ Դա է իշխանական բուրգը, թե ոչ։ Նաև վախի մասին է խոսում Արսեն Թորոսյանի րոպեն մեկ գրած ստատուսներ, ինչ որ անիմաստ գրեհիկ բաների մասին, աթեիստ Արսենյանը։ դե այդ մարդիկ պատանդ են եւ կատարում են այն ամեն ինչը, ինչ իրենց հրահանգում են կամ WhatsApp-ով ստանում են, այնպես որ րոպե մեկ գրված ստատուսները խոսում են նրանց մասին, որ իրենք տեսնում են ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ընդդիմանալը այս process-ին, իրենք զգում են այդ ամեն ինչը։ Վերջը տեսեք գժի Facebook-յան էջի լայքերի քանակի կտրուկ նվազումը եւ շեյրերի քանակի, այո, կտրուկ նվազումը, դա խոսում է նրա մասին, որ այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, այն լկտի ու ղեկավարին ոչ հարիշ լեքսիկոնը, որով նա փորձում է հարաբերվել 1700 տարուց ավել հայկականությունը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, լեզուն պահող կառույցի հետ, ժողովուրդը դա չի ընդունում եւ ժողովուրդը դա մերժում է։ Ինքը այսօր մարդը թե ոչ։ Քաղաքացին պիտի մտնի տուն եւ իրան կողմում քնի, թե մնա դրսում ու պայքարը նոր որակ ստանա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները հիմա կանգնած են շատ կարևոր վերլուծության առջև։ Եթե նույնիսկ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները Իդեպ նրանց թիվը ձեզ համար բավարար է, արդյոք կարծում եք, որ այս իրավիճակում այսքան քաղաքացի կհավաքվի։ Ես կարծում եմ, որ եթե սրբազան հայրը փորձում է իրավիճակը չլարել, դուք ինքներդ տեսաք, որ իր գալ ու ներկայանալը քննչական կոմիտե հենց խոսում է նրա մասին, որ առավոտյան ժողովուրդը եւ հոգեվոր հայրերը ցույց տվեցին, որ կարող են պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որ կարող են պաշտպանել եւ թույլ չտալ բռի կերպով բերման ենթարկել սրբազան հորը եւ իր ներկայանալը նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը օրենքից էլ չի խուսափում եւ չի փախչում, ինչպես փորձում էին լկտիավարի ներկայացնել ուսապարկերից շատերը։ Հիմա ժողովրդի մենք պիտի հասկանանք, որ Մայրաթորը իմաստուն է, Մայրաթորը գիտակցում է պայի լրջությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ այսօրը, երբ որ թուրքը չի կարողացել մտնել Մայրաթոր, փորձում էին մեր ուժայիններին, կներեք այս արտահայտությանս համար, փչացնեին հրահանգ տալով, տղեկը մաքսիմալ իրենց փորձել են կոռեկտ պահել եւ չեն արել այնպիսի բաներ, որ չգիտեմ, գուցե հիմա չկարողանային գլուխները մի քիչ ցածր է, տեսնում եք իրենց գլուխները, էլի, բայց չկարողացան, դա այդ տեսարանը չտեսավ գիժը, դրա համար հիմա րոպե մեկ ստատուսներ է գրում։ Ես վստահ եմ, որ հոգևոր հայրը սրբազանը օրինակ։ Դեռ ոդին չեն դիմել։ Չի դիմել։ Ես երեք երեկոյան սրբազանի հետ խոսել եմ, հարցրել եմ ինչ ես կարծում, ինչ ես մտածում, ինչ է պետք անել։ Ինքը անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում եւ ինքը այսօր էլ Շիրակի թեմին իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Այստեղ հավաքված իմ գյումրեցի ընկերները, Շիրակի մարզից եկած մարդիկ եկել են ինքնակամ, սեփական կամքով եւ ոչ մեկ իրենց չի ուղղորդել ու չի բերել։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի պահի հնչի կոչ, այդ կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Եթե հնչի կոչ, Սյուզի ջան, զանգերը կհնչեն, ես վստահ եմ կհնչեն այնպես, երբ որ պետք լինի, երբ որ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա այս պահին պետք է սպասել, տեսնել, չնայած կանխատեսել է, մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունենալու, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ որոշակի քննարկումներ էլ հիմա տեղի են ունենում Մայրաթորում, սպասենք որդիաբար եւ տեսնենք ինչ է տեղի ունենալու։ Շնորհակալ։ Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ մենք մասնակցեցինք քննչական գործողություններին, ուրեմն Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը ներկայացվեց դատախազի կողմից կայացված
որով նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ մասով, դրա մասին արդեն հրապարակային դաշտում առկա էր։ Ուրեմն այս պահին մենք մեղադրանքի բնույթի մասին շատ բաներ չենք ուզում ասել պաշտպանական նկատառումներից ելնելով, քանի որ Սրբազանը ներկայացվելու է դատարան, նախնական տեղեկություններով Ավանի նստավայրում է լինելու, բայց լրացուցիչ երբ իմանանք կհայտարարենք, ուրեմն ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացվի։ Հետևաբար մոտակա ժամերի ընթացքում դա լինելու է։ Մենք անպայման կտեղեկացնենք, այսինքն հրապարակային կտեղեկացնենք։ Այո, կալանքի հարցն է քննարկվում։ Դուք լավ տեսաք, որ սա աննախադեպ միջամտություններ, ինչպես ոստիկանների եւ ԱԱԾ ծառայողների կողմից, երբ որ մայրաթորի տարածք ներխուժեցին, դրան գումարած այս ընթացքում էլ վստահ եմ, որ դուք ինքներդ էլ համացանցից օգտվել եք, տեսել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարբերաբար գրառումներ էր կատարում, որը մենք գնահատում ենք նաեւ իր ոչ կոռեկտ լինելով հանդերձ նաեւ ուղղորդում էր նաեւ քննչական մարմիններին եւ դատական մարմիններին եւ բնականաբար այս ծանր այս ոնց ասեմ անմարդկային ճնշման ներքո բնականաբար արդարադատություն ակնկալելը շատ դժվար բան է դառնում։ Ինչպես բացատրեցին, որ 1.5 տարի առաջ կարված հայտարարության հիման այսքան ժամանակ ինչի բան։ Տեսեք, հիմա այսպեսի մի բան ասեմ, մինչև ձեր հարցին պատասխանելը, երբ Միքայել Սրբազանին այսինքն տեսակ կամավոր ինքը ներկայացավ եւ սենյակում ձերբակալման արձանագրություն կազմեցին եւ հարցրեցին ում է ուզում ծանուցել տեղեկացնել, դե իրավունք ունի, չէ՞, մեկ անձի զանգել ծանուցել։ Միքայել Սրբազանը ասեց ուզում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնեմ, որ ձերբակալված եմ։ Ուրեմն մեղադրանքի հետ կապված, քանի որ ասեցի, այս բան չենք ուզում ծավալվել, անպայման դրա մասին մենք կխոսենք մեր պաշտպանական թիմը։ Բայց այստեղ ինձ Ոչ։ Իսկ սպառնալիք էր եղել, որովհետև մարդիկ դու չէին տալիս, որպեսզի Աջաբայանը գնար, եւ ի վերջո նաեւ միջադեպերով դուրս բերվեց մայրաթորից։ Սպառնալիք էր հնչել կրկին գրոհել է, այսպես ասեմ, մայրաթորը, ուժայինները նորից էին հետ գալ։ Տեսեք, ձերբակալման հիմքերը չկային կարելի էր ասել, դրա հետ կապված պաշտպանները համապատասխան հայտարարություններ կատարեցին, որ արձանագրվեց, բնական է չկար, ավելին Միքայել Սրբազանը ոչ խուսափել է, ոչ էլ հանցագործություն է կատարել կամ դա կրկին կատարելու վտանգը չկար, ամբողջ գործընթացը անհիմն է, այսպես ասեմ։ Զոհրաբյան, ձերբակալման ժամը, որ ժամն է ֆիքսվել։ Ձերբակալման ժամը ֆիքսվել է, կարծեմ, մենք երբ մտանք 6-ին։ Այսինքն այս դատարանը պետք է որոշում կայացնի։ Իսկ դատապետ չասացին իրեն երբ կտանեն դատարան։ Իրեն պետք է որ քիչ հետո տանեն։ Դատարան։ Այո։ Պետք է գնաք արդեն դատարան։ Մենք հիմա գնում ենք մեր մարտավարությունը, մեր աշխատանքը կատարենք, այնուհետև գնալու ենք դատարան։ Մտածեք որ ժամին դուք լինեք դատարանը, որ այսինքն էլի գիշերը կքննեն։ Չենք կարող ասել, կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան զանգեն ասել, անպայման այդ տեղեկությունը կդնենք նշանակում է մինչև վաղը երեկոյան 6-ը դատարանը պետք է որոշի։ Դե կարող է առավոտյան օրինակ ժամը 7-ին նիստ նշանակի։ Հա, դուք նախապես Հա, անպայման Facebook-յան էջում կտեղադրենք։ Երկու ամսվա կալանքի միջնորդություն է։ Այս բան մենք միջնորդությունը չունենք, ինչ միջնորդություն ներկայացնենք։ Այսինքն հայտնի էլ չի ով է քննելու դատավորությունը։ Իսկ հաղթարադատության ընդհանրապես սպասել կարելի է, եթե վաղ առավոտից երբ դեռ անգամ Միքայել Սրբազանը մայրը աթոռում էր, այդ տարածքում էր, արդեն իսկ բականները հայտարարում էին, որ նախ կալանավորվելու է կամ կալանավորվել է, հետո փոխեցին բառը, որ ձերբակալվելու է, հետո Նիկոլ Փաշինյանը անգամ ժամկետներ նշեց, թե ինչու չեն ուզում կալանավորել 1 ամիս ժամկետով, ինչ-որ պատճառներ, որոնք սենզիստուս են ու ես չեմ մեջ բերի, բայց պատճառներն էլ են նշում, այսինքն եւ ժամկետներ նշում եւ նշում էր, որ պետք է կալանավորվի եւ կպալկաններն էին դա տարածում։ Գիտեք ինչ, մենք նույնպես դա տեսել ենք, արձանագրել ենք, դա ուղղակի ճնշման միջոցներ են, որը բնականաբար արդարադատության, այսպես ասեմ, իրականացնողներին կաշկանդելու է եւ մենք երբ իմանանք դատավորի անուն ազգանունը, արդեն կիմանանք թե ինչ հետ են գործ ունենալու։ Բնականաբար, այսպես մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու,
Բայց մեղադրանքը ինքնին ակնհայտ անհիմն է, չկա մեղադրանք, Ժորժ ջան։ Լավ, այստեղից հիմա դուք գնալու եք ձեր մարտավարությունը որոշելու։ Գնալու ենք մեր աշխատանքային, Սրբազանին ու են տանելու այս պահին։ Սրբազանի տանելու են դատարան։ Այսինքն գիշերը դատարան։ Այո, տանելու են դատարան։